Ժողովուրդ ջան, քանի որ թողու բոհը շարունակվում է, քանի որ մարդիկ չեն հանդարտվում, այդ հանդարտվելու process-ին իրանք ձեռք են բերում լեկտի լեքսիկոն, մարդկանց հասարակության հետ շփվելու օրենքի պետության շնորհակալ եմ ուլես տվել գրելու համար, շփվելու հետ, դրա համար ես ուզում եմ անդրադառնամ հենց այդ հատվածին։ Ժողովուրդ ջան, մտնում ես սոցցանցերը, տեսնում ես, որ սենց վառված խոսում են։ Խոսում է Սերժը, այդ պիցայի մնացորդը, ոնց որ ամպուտրի կառալյոգի չի լինի։ Ընդեղից հետո խոսում է սպանդների գլխավոր ուսուցիչը Ռոբերտ Քոչարյան ասվածը, դա այդքան չկա, որ ես իրան ազգանունով դիմեմ, ուրեմն ես ուզում եմ բոլորին հերթով անդրադառնամ։ Նախ այսօր ինձ ասել են, որ քեզ դատի ենք տվել Ռուստամ ջան։ Ասել եմ ինչի համար, շատ գրագետ ջանով խոսած, 1000 հարց կա։ Տենամ ինչի համար է, էլի։ Բա Սամվել Կարապետյանի տղուն եթերով ամենավերջի բառն ես ասել, դրա համար քեզ դատի ենք տվել, լավ է կարել։ Կխնդրեմ ինձ դատի տվող համակարգին եւ դատը ընդունող համակարգին մի հատ ուշադրություն դարձնել։ Սամվել Կարապետյանի կինը կարող է Տիտանիկի մեջի աղջիկն է, Հայաստանի Հանրապետության մայրերն էլ ամենավերջի մարդիկ են, որ ինքը կարենա վիրավորի ու պատասխանը չստանա։ Ընդհանրապես որ միտեղ աղմուկ աղաղակ է լինում, հակահարված պատասխան լինում է, չէ՞, այդ աղմուկ աղաղակին, այդ գալմաղալին, ասում եմ մի գիշ քարը գցեց ազգովի չկարեցանք անենք, հիմա մերն է։ Ասենք խնդիրը որն է, ես խնդիր չեմ տեսնում։ Եթե դուք ինձ դադի եք տվել ու մտածում եք ես պետք է տամ չոքերիս, վառվեմ, ավիրվեմ, գլուխս բռնեմ, մանգամ, թե ես խի եմ իմ հայ մայրերին պաշտպանե, իմ սրբություններին պաշտպանե, չարաչար սխալվում եք։ Ես ոչ մի խնդիր չեմ տեսնում։ Կարա գդատի տակ դատական process-ը ուղեկցեք առաջ, ես ընդհանրապես մտածելու բան չունեմ, բայց հաստատ դատական համակարգին կխնդրեմ, որ հետևողական լինի, թե ով է ցուցմունք տվել իմ դեմ, խնդիր չկա։ Ու մտածի, որ Հայաստանի Հանրապետության 99% լիարժեք այն մայրերը, որ իրանց լիարժեք բավարարված մայր են զգում, էլի, որպես հայ սուրբ մայր են զգում, դրանք բոլորը կանգնած են իմ կողքը, ու դա շատ մեծ բան է, ու այդքանն էլ պատրաստ են ինձ դատի տվողներին դատի տան, ու ես չեմ էլ ուզում այդ թափ-թփուկ հատվածին էլ այլևս անդրադառնամ։ Ես ուզում եմ խոսամ Քոչարյանից ու Սերժից, եթե ինչ-որ մեկը թվում է, ես կարամ իմ մերերի համար նստեմ էլ հելնեմ էլ 100 տարի էլ նստեմ, թեկուզ բերդում մեռնեմ, ամենակարևորը ես հաղթել եմ։ Ես Սամվել Կարապետյանի ամփույթ սիրո պտուղին այդ անկողնային անպատկառ շփումից հետո որ առաջացել այդ հետևանքը, դրա պատասխանը երբ որ ես տվել եմ, ես ինձ արդեն հանգիստ եմ զգում։ Ինձ հազարավոր, ինձ 36000 հոգի այդ լայվը լսել է, 36000 հոգի։ Մարդ, մեծատառով մարդիկ ու սաղ ասել են ապրես։ Ես այսօր մալացիամ անեմ գալի, բոլոր տեղերից ինձ ողջունում էին։ Բոլոր կանայք, Ռուստամ ջան, ապրես մեզ պաշտպանելու համար։ Այդ ինձ համար այսպես է, հիմա թե դադի կտակ, թե դադը ձեզ դադի կտա, դա ձեր խնդիրն է։ Բարի երեկո հարազատս, բարի երեկո բոլորին։ Ինձ ընդհանրապես մտածելու բան չունեմ։ Այսօր Քոչարյանին հարց են տալի, ասում է Սերժին, ասում է մխտրել է երկիրը։ Նա երկիրը մենակ մի բանով է մխտրել վարչապետը երկիրը, գիտես ինչով, որ ձեր նման մխտարները, որ 36 տարի թալանչու կերպարով, բայց թալանչու հոգեբանությամբ, բայց ղեկավարի կերպարով հանդես են եկել Հայաստանում որպես ղեկավար ու ավիրելու ապականել են այս երկիրը։ Վարչապետը մենակ այդ մի պահն է մխտրել, որ ձեր նման մուխտարներին հանելա ջրի երես, որ դուք այսօր ազգային ժողովի ամբիոններից արդարությունից եք խոսում։ Ձեր լրբազավր падգամավորուհիները Էմպրոշյանցի լիրփը 4-րդ ծոլխոզի, որ հերնել վերընկած աբերտերը, որ կանգնում եք խոսում եք, են կյաշ կատում, արդարությունից կներեք, որ դուք ադանը արդար եք։ Նիկոլ Փաշինյանը ինչա ապամոնտաժում Սևանում, կարաք ինձ բացատրեք։ Կներեք Սևանում, այդ ում վիլաներն է ապամոնտաժում, եկել եք Վադալազի պես մտել եք Սևանալճի մեջ։ Ինչն է ապամոնտաժում։ Լավ դուք այդքան արդար մարդիկ եք, դուք գող չեք։ Գողը Փաշինյանն է, ձեզ պիտակավորողն է գող։ Սաղին դնենք մի կողմ, ամենաճիշտն ու արդարը դուք եք։ Հիմա ես ձեզ մի հատ հարց եմ տալի։ Անգրագետ գեկ, թերհաս, չտես, գյորմամիշ ազգի մեջ հայտնված մի հատ տեսակ, որ ոչ մի բանից չի կշտանում, ոչ մի բանից։ Բարև Ազատ ջան, մեռնեմ սրդիտ աղբերս։ Լսի, որ դուք այդքան արդար համակարգ եք եղել, դուք դաշնակներդ, թեպետ ես ձեզ շատ վաղուց կոչել եմ դաշտաններ, դուք դաշնակ չեք։ Դուք դաշտան եք, դաշտան, որ ժանգախտի պես ընկնամարտու ջանի պես մեջ ամիսներով ու շաբաթներով քանդում ու կայկայմա։ Դուք այդ դաշտանի պես 36 տարի եք ընկել հայ ազգի ջանին, մեռնեմ ձեզ, էլի։ Դուք այդ ձևի տականք եք։ Լսի, սաղ մի կողմ, դուք այդքան արդար պետություն, պետականություն, կնիք ու դրոշ ունեցող երկրի ղեկավարներ եկել է, խորհրդարանում շատ հարգված հայվաններ եք եղել, ազգային ժողովում շատ ըմտիր ժողովարան նապականող падգամավորներ եք եղել, կներեք էլի։
Կարող է իմ ապուպապի ունեցվածքն են քանդում Սևանում, կարող է Երևանի կենտրոններում իմ ապուպապի ունեցվածքն են ապա մոնտաժում։ Ես ուզում եմ իմանամ, էլի, դրանք ձեզ որտեղից որ քանդում են։ Ձեր պետքն էլ չի որ քանդում են, գիտես խի։ Ջրի բերածը ջուրն էլ տանում է, բայց ցավոք սրտի ջրի բերածը Փաշինյանը տարավ։ Ձեր միակ ցավոտ կոմն է դա։ Դուք ֆինանսապես չեք ճզմվում։ Դուք ճզմվում եք այն process-ից, որ ձեզ արդեն ճզմում են։ Բառից բուն իմաստով ես խոսում եմ տեսանելի, հասանելի, թեկուզ կույր մարդուն լսելի ու շոշափելի, որ ինքը հասկանա ես ինչ եմ ասում։ Ձեզ որպես արդար երկրի ղեկավար ասված, բայց խեղաթուրող խայտարակող թալանչիներ, ոչ թե ղեկավար։ Ուղղակի ղեկավարի կեցվածքով եք հանդես եկել, այդ անունն եք կրել, այդ պիտակը, դա պիտակ է եղել ձեր վրա։ Ձեր վրա պետքա դրած լիներ թալանչու գերբ։ Դուք չեք կշտացել ոչ մի բանից։ Այդքան ունեցվածքը ձեզ որտեղից է հիմարներ։ Դուք ոնց եք ուզում այս ժողովրդին հիմարի տեղ դնեք։ Ձեզ որտեղից է այդ ունեցվածքը, որ ապա մոնտաժում են։ Երևանում շուրջ 120 գազի զապրավք է փակվել։ Շուրջ 200 բենզակալանք է ապա մոնտաժվել։ Ապօրինի սուպերմարկետներ, փոքրիկ ու մեծ կրպակներ, ծաղկի խանութներ։ Կներեք դա ձեզ որտեղից։ Որտեղից։ Այս սոված Հայաստանում դա ձեզ որտեղից։ Այս անիավեր, այս անզենք, այս անզինամթերք, անզինվոր Հայաստանում, այս սննկացած Հայաստանում, այսքան պաշար ձեզ որտեղից։ Որտեղից։ Ուզում եմ իմանամ, որ դուք այդքան արդար եք։ Որ հիմա օրենքի մեջի մարդիկ են մի քիչ նստում, տենում են որ վստահություն են ձեռ բերել, ասում են դե լավ, այս մեկը շատ լավ մանկապարտեզի տնօրեն է, այս մեկը շատ լավ դպրոցի վստահելի տնօրեն է, մի քիչ այս ձեռները քաշմեն ենքում թողում են որ ինքնահոսի տենան ինչ անում, սկսում է թալանել։ Ուր մնաց դուք, ազատ անկախ Հայաստան եղելա ձեր համար, Քոչարյանի, Սերժի, Լևոնի ու իր խունտայի համար։ Դուք, եթե աղքատ երկրում այսքան ունեցվածք եք դիզել ու այսօր ձեզնից հետ են բերում, 36 տարվա թալանը 36 օրում հետ բերեցին։ Դուք այսօր հանդես եք գալիս այս լեքսիկոնով, այս հատորներով, որ մենք կգանք իշխանության, կկերտենք 300,000 աշխատատեղ, մենք կբավարարենք 20,000 ընտանիքի տնով, մենք 100 կնոջ անբավարարված կբավարարենք ու սենց լիքը բաներ։ Նախ առաջ շատ ուրախ եմ, որ դուք այն կանանցի նկատի ունեք Հայաստանում գտնվող, որոնք ձեր մակարդակին են ու բարձրանում են ձեր ավտոբուսները, բավարարվում իշնում, այդ թեման փակում ենք, անցավ։ Ես ուզում եմ իմանամ, ձեզ այդքան բարև տաճ ջան, հոպար ջան, ոնց եք մեռնեմ ջանին։ Ուզում եմ իմանամ, ձեզ այդքան ունեցված որտեղից բարը երեկո Նատալի ջան, բարև հարազատս, թանկս, քուրիկս, ոնց ես մեռնեմ արևիդ։ Ուզում եմ իմանամ, ձեզ որտեղից այդքան ունեցված։ Եթե դուք թալանչի չեք, եթե դուք գող չեք, ինչի եք հայտնվում ճաղերի հետևում, ինչի են ձեզնից այդքան գանձն, ինչու են ձեր այդքան ունեցվածքը ապա մոնտաժում, բռնագրավում։ Ես ուզում եմ իմանամ, էլի, կարող է դուք որ եկաք իշխանության այդ ամեն ինչ ունեք։ Լավ, ասենք ունեք այ էշ քուրակներ, բա որ ունեք ինչի եկաք։ Ինչի եկաք այս հոգսաշաղախ, ծանդր, ապականված, ավիրված Հայաստանի բեռը շալակեցիք։ Փաստորեն չունեք դուք։ Բրավո, մերս մեռնեմ սրտիդ, դու իմ համար թանկ ես։ Այն որ դու իմ մերն ես, իմ սրբությունն ես ու իմ աղբոր մերն ես, այդ իմ համար աշխարհ է, մերս։ Ես քեզանից ավետիցս ենկոմ իշքան որ թանկ ունեմ, դուք էլ իրանցից թանկ եք իմ մեռնեմ ջանին։ Ես ուզում եմ իմանամ, սրանց այսքանը որտեղից։ Այսօր նստել եմ մի հատ լակոտ, բերանից կաթի հոտա գալի, այն էլ ոչ շշով կաթի, հարամ կրծքի կաթի հոտա գալի բերանից։ Հարամ, ռսի կաթի հոտա գալի դրա բերանից։ Ասում է, մենք սենց պիտի անենք, նես պիտի անենք, նես պիտի անենք։ Տղա ջան, որ դու հելում ես փողոցը քայլում ես, մորդ թայ մի հատ կնգամ մոդենում ես կամ տատի թայ, մերդ շատ ջահել է։ Տատի թայ մի հատ կնոջ ես մոդենում, ուզում ես վանեցի, ժորա հոպար բարև մեռնեմ սրտիդ։ Ուզում ես մի հատ բան անես։ Քաղաքական հայացքներով դիմես այդ մարդուն, հեղափոխես կամ տենաս ինչ քաղաքական կարծիք ունի դեպի ձեր իշխանությունը, այդ ձեր անտիկվար բավարարող համակարգը, դա իշխանություն չի, չբավարարված, բայց բավարարողի կերպարով հանդերձ գալող տեսակ եք դուք։ Դու չես ամաչում, որ ներկայացնես, ասենք ում կուսակցությունն ես ներկայացնում։ Չես ամաչում դու դրանից, որ ասեն տղա ջան գնա մորդ բավարարի։ Երևանի 90%-ը այդ է ասելու քեզ։ Ես այսօր մանեկ ա Երևանում։ Հպարտ եմ երևանցիներով։ Հպարտ եմ ամբողջ Մալազիայի բազարի կանգնող այն բոլոր տաղավարների մորքուրներով, հոպարներով, այն ջահել լավ տղերքով էլ հետ է։ Այսեն Սերձեշնի պրիվետով ֆռացել եմ ամբողջ Երևանը։ Օտիդո գոհեմ։ Ես կարամ էթա մի տեղ մանգամ որոշեմ ընտրական տեղամաս ինչքան ձեն կբերեմ ըտեից։ Ես ինձնով։ Այսօր որ դուք ձեր թափթփուկ համակարգով հանդես եք գալի աշխարհի ամենաբարին, աշխարհի ամենակարևորը, ապրես դու մորքուրես։ Դու նույնպես ապրես, բարի երեկո հարազատս։ Լսի, ինձ ցավ է պատճառան։ Ուր եք, այ մեռնեմ ձեզ։ Գող թալանչի ավազակ չեք եղել, բայց այսօր ձեզնից միլիոններ են գանձում։ Գումարի տեսքով, ոսկու տեսքով, կալվածքի տեսքով, գույքի բռնագրավման տեսքով։ Ինչ ասես ձեզնից կորձում են։ Ձեզանից կորձում են։ Դուք 7 միլիոն պարգևավճարի վրա քափոտել եք, վրվռոտել եք։
Քիչ ամենը մետակ նստեք Սամվել Կարապետյանի ավտոբուսը տղուն ասես սաղ ընտրողներին յան տվեք, այս ազգային ժողովի ընդդիմադիրներին շուշուտ բավարարեք իշնենք, այտենց վրվռոտել եք։ Բա ավելի լավ է պետությունն ու պետականությունը ինքը սնի իր աշխատողին, իր падգամավորին, իր դեպուտատին, իր գյուղի գյուղապետին, իր խոշորացված համայնքի ղեկավարին, քան թե թողի, որ աշկն ու ձեռը գցի բյուջեի վրա, բայց դուք բյուջե չեք թողել, ձեզ գիտես քիչ են պարգևատրել 7 միլիոն, որովհետեւ դուք ձեզ օրեկան եք այդքան շռայել, մեր երկրից, մեր պետությունից, մեր բյուջեից, դրա համար ձեզ չեն տվել այն ժամանակ, այնի բաց դռների օր ա եղել ձեր մոտ, 36 տարի, անցել եք, դարձել եք, վերցրել եք, բրծավ գնաց, խնդիր չկա, բացարձակ, դուք թալանչի եք եղել, դրա համար ձեզի չեն էլ հաստրել պարգևաճատան, ով տար, եթե տվողն ու վերցնողները միասին գնացել են թալանի, Իմ ասածների հետ մեռնեմ սրտիդ, սաղ են համաձայն, ցավը տանեմ, իսկ ով էլ որ համաձայն չի ցավը տանեմ, այնի երկիրը խեղաթուրող, ապականող, մեզ երրաբլուրի դեր տարցնողների կողքն ա կանգնած, դրա համար իմ հետ համաձայն չի, իմ հետ Հայաստանի Հանրապետության 99%-ն ա համաձայն, Հայաստանի Հանրապետության վարչապետը խոսում ա 50,000 հոգի լսում ա, Հայաստանի Հանրապետությունից ես ինքս բլոգեր խոսում եմ 36,000 հոգի լսում ա իմ կողմից ա, Փաշինյանի խոսածածը լսողները Փաշինյանի կողմից են, ստակ էլ մար չի մնում։ Սրանք ելնում են արցախցիների հետ, զոմբիացված ցույցի մատերիալների հետ, լայվ են անում, եթեր են անում, պրստում են, ասում են, «Այն իշխան Սաղաթելյանը, մորը մինչև տարել են հիվանդանոց, որ ազատվի, տեսել են չի ծնվում երեխեն։ Էխո են արել, տեսել են չկա երեխեն։ Իջել են նստեն ավտոն, որ հետեթան տեսել են իշխան Սաղաթելյանը, սղացեն գերեզինի տակ։ Ավտոյի սիձելնիկի ոտերի տակ, այս սղացած վերընկած, այս սատկած, դու ով ես, այսօր կայնի ասմա բանա, Հայաստանի Հանրապետության 65%-ը ԿՊ չի ընտրելու 100%-ի, կներես սիրելիս կոմայից արտնացի, ձեզ ուղղարգիորեն ձեր կողքը կայնել են են արցախցիները, միշտ տեն ժպիտով մնակի մետևորդներ, մեկ էլ ծիծաղացնեմ ձեզ էլի, ձեզ fake արցախցիները ան դոկումենտ, ան կնիկ, ան դրոշ, ան պեչատ արցախցին ուղարկի կանգնելա ձեր կողքը, օրը 20,000 դրամ գանձելու համար, նրանք ձեզ քվե չեն տալու, չունեն էլ որ տան, որ ունենային մեծ հաճույքով կտան, բայց նրանք ձեզնից բիջ մտածելակերպ ունեն, ուղարկի չեն մասնակցելու այդ ընտրության process-ին, գրանցում չունեն, որ իրանց երեխեքը բանակ չետան, էտա նրանց միակ խնդիրը Բայց այն ինչ մնում է ձեզ ու ձեր մտածելակերպին, ասում եմ, ես այդ 60%-ը մենակ ես, այդ քո ասած 65%-ի, 45-ը բերում եմ իմ հետևորդներով, բերում եմ, Սփյուռքի հայերը, ովքեր Հայաստանի Հանրապետության գրանցում են, դրսի Ռուսաստանի Դաշնությունում գտնվող հայերը, որ երկքաղաքացիություն են, բոլորը գալիս են ընտրության, տեղյակ եք, համախմբված կանգնում են այս իշխանության կողքը, նայում ես ձեր մտածելակերպին, որտեղից եք գտնում այդ չկայացած բառապաշարը, այդ ձեր մաթեմատիկայի դասատուն ով ա եղել, միա դրան տարեք բարձրացրեք ավտոբուս, ասեք թող Սամվել Կարապետյանի որդին, այդ ոչխարի մորտիով հորտը, անմիջապես ձեր մաթեմատիկայի դասատուին, շուտ բավարարի ու ճանապարհի ձեր դասարան, որ նա ձեզ բացատրի, որ դուք Հայաստանի Հանրապետությունում ներկայիս գործողության իշխանությունից էնկոմ կամ էսկոմ, դուք շատ հավաքեք 20% ձայն, դուք չեք կարա հավաքեք ԿՊ-ից ավել ձայն, ձեզ մաթեմատիկայի նորմալ ուսուցիչ ապետ, եթե ունեք ինչ-որ խնդիր կա նրա ուղեղի հետ կապված, ուրեմն չբավարարվածների ցուցակից կամ դուրս է մնացեք, կամ հետանգ է, նրա հերթը առաջ գցեք կամ միջապես, որ ձեզ կրթի ու երբեք չկրտի, որովհետև դուք կրտած եք, ձեզ կրտելը արդեն 6 ամիս է, Սամվել Կարապետյանը, կրտելուց հետո անպայման բավարարման process-ը ենթակայանալու, ներկայացնելու իրատղեն, NŠ ձեզ ու ձեզ բավարարելուց հետո կհասկանաք, որ դուք պարոն Փաշինյանի եւ նրա շքախմբի այն Սուրբ ժողովրդի դեմ դուք ընդամենը սողումներ եք, որ իշխանության համար սողում եք, որ աթոռմուրակ, որ գալստուկ կապեկելի, որ իշխանության գաք, որ բռնազավթեք, որ խոշտանգեք, որ տանջեք, որ ավիրեք, որ զինվորին ծիրանի ծառի վրան դրուժբով ծառը կտրեք, ընկնի մեռնի, որ զինվորին մինուր ուտելու մար մցնեք տրուբեն, որ զինվորին տանեք գազանանոց էշմիածին մանվելի արջերի դեմը գցեք, ուզում եք դուք սրան հասնեք, ու տենց ոգևորված մտածում եք, որ դուք 60% քվե ունեք, այ մար դուք 60%-անոց ոչինչ չունեք, բացարձակապես ձեր մոտ միակ բանը, որ գործում է 60% գրեթե նորմալ ֆոնի վրա, ձեզ դուք այդպես գիտեք, բայց իմ կարծիքով 20-25% է գործում, ձեզ բավարարող համակարգն է, որն եկել է դրսից, միշտ բավարարել է շիկահերներ ու տարբեր
ազգերի, հիմա եկել է բավարարի հայի մեջ գտնվող այն թուրքին, որը 36 տարի թրքացել է այս ազգի հանդեպ, ռսամետ է դարձել, եկել է բավարարի։ Դուք անգամ այդ հարցում բավարարված չեք։ Ձեր բալերն անգամ այդ հարցում 60% չեն անցնում, չեն գերադասում։ Ես ուզում եմ իմանալ, ի՞նչ է խնդիրը, ինչի հիման վրա եք դուք կոսպեկտավոր է, որ դուք 60%-ից ավել ձայն եք հավաքելու։ Կներեք, դա ձայն հավաքել է, թե բերքա հավաքա, պաշախ պետք է այդակ դաշտերը, ասենք խնձորը քաղել են, տակը մնացել այն մանրը, այդակ հավաքեք։ Տղա ջան, դա ձայներ է, դու ձայներ որտեղից պիտի հավաքես։ Այն ժողովրդից, որ 36 տարի տանջել ես, ավիրել ես, թալանել ես, կերել ես, կեղեկել ես, դրա հիման վրա վիլաները սարքես Սևանում, Հյուսիսայինում, Վահագնիում, հիմա էլ ապամոնտաժում ու բռնագրավում են։ Որտեղից է քեզ այդ ձայները գալու։ Այդ ժողովուրդն է տալու, որ ինքը դոմիկի մեջ ապրե, դու 3 հատ դաչա ես ունեցե, 6 հատ 5 հարգանի հյուրանոց ես ունեցե։ Այդ ժողովուրդն է քեզ ձան տալու։ Էդի ուրեմն ժողովուրդ չի։ Քո նման անուղեղ անաղուհաց քրդի շունա, եթե քեզ ձայն կտա։ Սրանից հետո որ ձայնից կխոսակ, մի հատ ուղարկյորեն մտեք մարկանց եթերների տակ նայեք, ինչա կատարվում։ Այն մարդիկ, որ այս իշխանությանն են ներկայացնում, մի հատ տեսեք նրանց եթերները, նրանց հետևորդներին, նրանց կոմենտարիաները, ըստ դրանից կարծիք կազմեք։ 10,000 մեկն ունի, 30,000 ես ունեմ, 60,000 Փաշինյանն ունի, 20,000 Պապոյանն ունի, 10,000 Ալեն Սիմոնյանն ունի։ Այն մեկն ունի, տակը ձեզ ինչ է մնում, տակը ձեզ մնում է, ձեր բարձր հովանի ներքո, սովի մատնած, ջախու խուրթի մեջով անցած, անիավեր պրոցեսներով անցած, ձեր Արցախցին, որը ցավոք սրտի ոչ կնիկ ունի, ոչ դրոշ, ոչ էլ նորմալ ճամփա ու շոշ, որ հետեթա դեպի Արցախ, ոչինչ չունի, նայա ձեզ ընտրելու, նա, հոգեպես, կգա կկայնի ձեր կողքը, կգանձի ձեր 20,000-ը, չի ներկայանա հաջորդ օրվա բազարին, ահա եւ ավիրվեց, ձեր ձեռը մնալու ընդամենը մի հատ գազար։ Այդ էլ չգիտեք կիսելու եք որիդ ինչը մտցնեք։ Դուք այդ տեսակն եք այս իշխանության համար։ Ես էլ ձեզ ասելու ոչինչ չունեմ։ Ես ամեն օր ֆիքսված ժամով հանդես եմ գալու ու ասեմ, որ դուք մարածմուխ եք, սատկած հրաբուխ եք։ Այս Հայաստանի մեջ արդեն իսկ խնգամանում դանդաղ ծխացող ծուխ եք։ Դուք էլ անելիք չունեք ստե։ Այսքանը ձեզ։ Իսկ ինչ մնում է ինձ ու իմ հետևորդներին, Աստված թող պահապան լինի։ Մեզ, մեր ազգին, մեր պետությանը, մեր պետականությանը, հայ զինվորին, բոլորին ժողովուրդ ջան, մի ամուր ուժերով կանգնենք իրար կողքի։ Մենք ընտրությունները չենք հաղթելու։ Մենք ընտրությունները ջախջախելու ենք, ջախջախելու։ Ես գիտեմ, ես այդ զգում եմ, ես այդ տեսել եմ, ժողովուրդ ջան։ Ես սենց մտքերով քնում եմ ու միշտ հիշում եմ, որ աղավնին իջավ եկեղեցու հայաթը Փաշինյանից կառավարական մեքենայի վրա։ Այդ մեզ հերիք է։ Բայց ձեր նախկինների կառավարական մեքենաների վրա մենակ ախրանիկներ են իջել բրոնյա ժիլետներով եւ ավտոմատներով։ Այդ արդեն նշանակում է ձեր վախճանը։ Մենք Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներս կանգնած ենք մեր պետության ու մեր պետականության կողքը։ Ես Ղուրբան իմ պետությանն էլ, իմ պետականությանն էլ, իմ Հայաստանին էլ, իմ սքաշաղաղ մայրերի առաջ էլ խոնարհվում եմ։ 1000 փառք մեր ընկած տղերքին։ Մենք իրանց արյան գնով պահած, մեզ ազատագրած, մեզ նվիրաբերած այս մի փոքրիկ Հայաստանը շենացնելու ենք, ծաղկացնելու ենք ու երբեք չենք շոշափելու, որ դա մենք ենք արել։ Դա արել են մեր տղերքը, որոնք երկնքից են նայելու այս ամեն ինչին, ժողովուրդ ջան։ Այսքանը լավ մնացեք։ Խոնարհվում եմ բոլորիդ առաջին հետևորդներ, իմ մերեր, քուրեր, լավ աղբերներ։ Բոլորիցս շատ շնորհակալ եմ, շատ։ Լավ մնացեք, այո 100% հարազատս, 100% Աստված թող պահապան լինի բոլորին ժողովուրդ ջան։ Իսկ ինչ մնում է իմ դատական process-ներից, եթե ինչ-որ մեկը դարդ կանի, որ Ռուստամին դատեցին կամ դատի տվեցին, Ռուստամը հազարավոր մայրերի է պաշտպանել, էդ էլ թողել իմ դատավճիռը, ես մտածելու բան չունեմ հարազատներս, ես ձեզ շատ սիրում, հարգում եմ։ Այդ հարգանքն էլ ստանում եմ, լավ մնացեք ժողովուրդ ջան։ Աստված բոլորիս պահապան, մեռնեմ ձեզ։ Բարի գիշեր հարազատներս։